Բարև փոքրիկներ, այսօր միասին զատկվարիտով, կրեմ բանիրով, քաղցր փոգեղ պիտի պատրաստենք։ Պետք ունենք 2.5 քավաթ ալյուրի, կես քավաթ գարակ հալած, կես քավաթ ցետ, 1 հավգիտ, 1 աբուրի տկալ մահլեբ, կես քավաթ փոշի շաքարի, սևակնթիկ և 100 գրամ կրեմ բանիր։ Նաև 1 թեյի տկալ բեյքինգ փաուդեր, որպեսզի մեր փոգեղը քիչ ուռի, և 4-5 աբուրի տկալ ջուր։ Երբ որ ձևավորենք վերջացնենք, որպեսզի մեր փոգեղը անուշի գլա, պիտի վրձինով փոգեղներուն վրա քսենք հավգիտ և 1 թեյի տկալ գաթ հավգիտի տեղնուց 1 թեյի տկալ գաթով խառնված, հետո վրան պիտի ցանենք շուշմա։ Նախ գտնենք ալյուրը խորունկ ամանի մեջ, փոսիկ մը կպանամ և կավելցնեմ մույս փաղադրությունները։ Շատ լավ, կսկսեմ շաղելու, որպեսզի ունենանք միջակ փափկությամբ խմորը, և այս խմորը վերջը կրնանք ձևավորել մեր ուզած ձևերով, կրնանք օղագացև շինել, կրնանք հյուսք շինել, կրնանք խխունջիկներ շինել, Սիրեցիք, շատ վերջացնել են և պիտի շարենք ափսեին մեջ, այսպես կովկովի, ինչպես որսի հավգիտի տեղնոցով գաթիկը խառնված, պիտի քսենք փոգեղներուն վրա, որպեսզի գարմրի շատ անուշի քույն ունենա մեր փոգեղը, և վրան ալ պիտի ցանենք շուշմա։ Հետո նախապես դակցված փուրին մեջ պիտի տնենք ափսեն ու եփենք մինչև որ վարդակույնի պես անուշ քույն ունենա ոսկեքույնի պես մոտավորապես 20 վայրկյան։ Բարև խորժակ փոքրիկներ։ Ուրեմն փոքրիկներ, ահավասիկ պատրաստ են մեր պատրաստած փոգեղները և ձեզի կմաղթեմ բարիզադիկ, կղրգեմ սրդիկներ